Բարև ձեզ, հարգելի հայեր ջան, հույսով եմ լավ եք, առողջ եք և ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Իմ մոտ փառք Աստծո ամեն ինչ լավ է, աշխատանքային օր 5:30-6-ի մոտ է երեկոյան, բայց հələ աշխատանքս չի վերջացել, մի 3 ժամ էլ գործ ունեմ և այդ արանքում, քանի որ կետից կետ եմ գնում, մի փոքր սենց ուղիղ եթեր, բայց որպեսզի եթերի բովանդակությունը միանգամից պարզ լինի, արեք եթերը սկսենք մի երաժշտությամբ, իմ երաժշտությունն է և մեծ բանաստեղծի բառերով վերեք լսենք բովանդակությունը արդեն կերևա եթերի և կշարունակեմ եթերը այստեղից։ Շալակակ աշխարհի Արկա աշխարհն է շալակած ստանում Դու Մի փոքր խափանում, որովհետև զանգում են ինձ Facebook-ով են զանգում, հարգելի ընկեր, հետևող, եթե տեսնում ես եթեր եմ անում, մի զանգիր, թող հանգիստ եթեր անենք, զանգը հլը գնում է, Մի խոսքով, Սակայն չես ստել Գործել ես հաճախ, բայց նորից գտել Դու սայթակել ու վայր ես ընկել ես, սակայն երբեք չես ծնկել Այ մատացել ես կատարից կատար, շելել ես անվեր, սպասացել ես վեր Քահել տարից ամերով թևեր, ելել ես որ ողջաշ Ուրեմն մարդ էլ կա, մարդ էլ Մարդ կա աշխարհն է շալակած տանում Մարդ էլ կա շալակն է ելել աշխարհի ու արդիական է մինչև օրս Մարդ կա ամեն ինչ անում է որ Հայաստանի համար ամեն ինչ լավ լինի խաղաղություն լինի աղքատությունը քչանա անվտանգությունը լինի Մի խոսքով մանկապարտեզներ աշինում դպրոցներ ճանապարհներ ջրամբարներ Դրա հակառակ երեսն էլ կա, մարդ կա բարձացել է շալակն աշխարհի ու թալանում է։ Դա մենք տեսնում ենք տարբեր տեղերում, տարբեր թալանչիների կողմից ու այսօր անցած օրերից ոչ մի բանով չտարբերվող օր թալանում Նորից նույն խմբի, այսինքն հին այդ թալանչիների խմբի անձնավորություններից է խոսքը գնում է Վարդանիկի, նույն ինքը Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետի մասին։ Այսօր ձերբակալել են։ Ու ձերբակալել են ինչի համար, նորից կաշառք, նորից սխեմաներ էր քննարկում գլխավոր Գյումրիի ճարտարապետի հետ, թե ոնց փող թալանեն ժողովրդից, գյումրեցիներից։ Տեսեք, այն միտքը, որ դրանք այդ հները կարող է ուղղվեն եւ ճիշտ ճանապարհ գան ու չթալանեն, չսպանեն եւ այլն, այդ միտքը ես արդեն վաղուց թողել եմ։ Որովհետեւ հասկացել եմ, որ այն մարդը, որը 18 թվականից հետո
չի հասկացել, որ բան է փոխվել եւ ինքն էլ պետք է փոխվի։ Ինքը էլ չի փոխվի, 21-ից հետո չի փոխվի, 26-ի ընտրություններից հետո էլ չի փոխվի։ Ուղեղի ցալքերում դա է, թալան, սպանել, բռնաբարել, ուրիշ բան այդ մարդը մանուկ հասակից տենց է մեծացել, ուղեղը տենց է ձևավորվել։ Հիմա վերել են, նշանակել են Գյումրիի քաղաքապետ, գյումրեցիները նշանակել են, այն մասն էլ, որ ասում է, բայց ես չէի ուզում, մի մեծ մաս չի գնացել ընտրությունների, բայց ասում է, ես չեմ նշանակել։ Բայց եթե չես գնում ընտրությունների, թողնում ես թալանչիների, պարզա կնշանակեն, ու հիմա Գյումրին ունի մի քաղաքապետ, որը Գյումրվա օրվա արդիվ Դոլյա Վառավսկայա միացնում, ֆանտանների մոտ, բյուջեն թալանում է, կոռուպցիա է անում, բան անում, ու ինչ-որ մի խումբ էլ հիմա այդ իրանց կլանի գնացի ասում են ինչի եք մեր այս սուրբ մարդուն ձերբակալում։ Ախր Ժորժ ջան, բացի սրանից վրան 1000 ու մի քրեական գործ կա։ Էսի ուղղակի այն վերջն է, էլի, որովհետև մի օքել գրել էր, ասում էր, ով Վարդանիկը միամիտ չի, սենց զանգի, սենց բաներ անի կամ ինչ-որ մեկի հետ սենց կոռուպցիա անի բան, հո միամիտ չի, սարքում են։ Ցավը տանեմ, հարգելիս, միամիտ չի է, ուղղակի անկուշտ ապուշ է։ Միամիտ չի։ Ենի 1000 հոգու թալանել է, դրանց վրով գիտեք ինչքան սպանություն իրա, տղու սպանություններ կա դրանց վրա, հələ տենց չի խոսացվում, բան դե էլ կլսենք։ Ներսից ում եք տեղյակ ենք ով ում է տատվե արել, ինչեր ա եղել, ով ում ա սպանելում, հրամանով են սպանել, ոնց են արել։ Բայց որ ասում եմ, եթե չենք ուզում դատախազությունից առաջ ընկնենք, չի նշանակում տեղյակ չենք։ Եթե տեղյակ ենք, դատախազություններ ժամանակի ընթացքում կբարձրաձայնի ու բոլորը տեղյակ կլինեն։ Մարդասպան թալանչիները ուզում են սուրբ ձևանան ու կողքից ինչ-որ մարդկանց կամ հարազատ կամ երկու հատ ձեթով կամ 20,000 դրամով կաշառում են, որ կան լացակումած ասեն, թե նրանք սուրբ են, այդտեղ սուրբ բան չկա։ Գյումրին մինչ օրս այդ փողոցները քանդած, բան արած, դե բանը նրանից է, որ այդ Վարդան Ղուկասյանին են բերել դրել այդտեղ կառավարիչ ու այդ թալանը շարունակվում է։ Բայց բարեբախտաբար, այն որ ասում է գամփրը եւ գամփրները նստած սպասում են, միջև սա քայլ կանի, սխալ ժամանակի հարց էր։ Վարդան Ղուկասյանին կասեն դու մի թալանի, այնի չի կարա, այնի պետք է թալանի։ Այնին այդ սխեմաներ ունի։ Ժորժ ջան, նայեք, Ռոբա Սերժիկի տարին, մանավանդ Սերժի թվերին, էսի իր տան հավաքարարին բերե այնց արե, որ այս տուն նվիրեն այդ հավաքարարին, այդ հավաքարարն էլ իրան տուն նվիրի, որ ինքը այդ տունը իրանով անի, բայց թղթերի վրա ասի տեսեք, ես որ չեմ կոռուպցիա արել, նվեր են տվել։ Ես Սերժի վաղտը տես բաներ կարար աներ, բայց հիմի այդ Սերժի վաղտը փորձել փոխվել է, 1000 ու մի բան է փոխվել, խելացի ու հզոր մարդիկ են կառավարության վրա, դատախազությունը ունի շատ ուժեղ գլխավոր դատախազ։ Այդ դատախազի վրայով էլ, սա էլ ասնեմ նորից կվերադառնանք Վարդանիկին։ Դատախազի վրայով լիքը մարդիկ, նույն իրանք մեջները ադվոկատներ էլ կա, բաներ էլ կա, ինչ զրպարտություն ու վատ բան կա, ասում էին։ Հորդոր այդ մարդկանց, այն թուրքի ազգանունով են ադվոկատին, որ ձերբակալել են, նայեք ձեզ օրինակ լինի, մի քիչ լեզուներդ քիչ երկարացրեք, եթե փաստեր չունեք, եթե բան չկա, պատկան մարմիններին, ասենք քաղաքապետա, դատախազա, եթե նորմալ աշխատում է, մի զրպարտեք, որովհետև դատելու են ձեզ, որովհետև չի կարելի զրպարտել։ Այս 5-6 տարի ինչ ասես, ասեցիք դատախազի վրով, Նիկոլ Փաշինյանի վրով, խելքը գլխին նախարարների վրով, Պապիկյանի վրով, բանով 1000 ու մի թույն թափեցիք, ձեն չանեցին։ Այդ ժամանակները վերջացել է։ Ամեն ինչը ունի իր ժամանակը։ Այն ժամանակ հնարավոր էր։ Նույնիսկ հիշում եք, այս սկզբուց Նիկոլը մարզերով էթում էր, հելը քֆուր էին տալի դեմը կանգնած, հետո հելան ներողություն խնդրեցին, թե բա մենք Կովկասի տղամարդիկ ենք, ներողություն ենք խնդրում, սխալ ենք արել։ Դից հերթով շարքով սաղըտ, չոքած,
գալու եք ներողություն խնդրեք, բայց ճիշտ է այն կլինի, որ կարիքը չլինի ներողության, ասենք ինչի եք զրպարտում գլխավոր դատախազին, եթե մարդը գործ անում է, եթե միլիոններով այնտեղ թափած գործ կա, գոնե հասցնում է գլխավորները անի։ Վերադառնանք Վարդանիկին, տեսեք Վարդանիկինը ժամանակի հարց էր, եթե այս կաշառքի հարցով չլիներ, 70-ից ավել դրվագով դատվում մնա, այդ որ հելը երգում էր ասում էր, ես Արամն եմ, ես տանում են կախաղան, գլխի գալիքը նա գիտի, ես ուղղակի մի քիչ արագացվեց ու վազելով էլ տանում էին, կադրերը չգիտեմ տեսել եք թե չէ, վազցնում էին Վարդանիկին, ստեղ ուղղակի իրան մի հատ պատճառ կլինի, որ հելնի ասում են քաղաքական հետապնդում է, թե չէ ասա Վարդանիկն ուր, քաղաքականությունն ուր, ու սենց հերթով շարքով բոլորին, այդ բոլոր կեղծերին, կոռուպանցվածներին, նրանք ովքեր թալանել են ու մանավանդ հիմա են թալանում, սա ասել եմ 18 թվից հետո, եթե դու թալանել ես, ուրեմն դու ոչ թե մասնակցել ես ինչ-որ թալանի, որը Սերժիկի տարիներ, բոլոր անում էին, դու էլ էիր անում, չէ, դու նոր սկիզբ ես դրել թալանի, դու այն մաքուր կետում, որտեղ պետք է սկսես, դու ես սկիզբը դրել, դու չես մասնակցել, դու գլխավոր թալանչին ես, ու քեզ ավելի շատ պետք է պատժեն, ավելի խիստ ձևով, ու մանավանդ, եթե դու ներկայացնում ես նոր ուժերին, ասենք օրինակ պատկերացրեք ՔՊ-ից մեկը թալանի, իմ կարծիքով նրան ավելի խիստ պետք է պատժեն, քան թե հին թալանչիներին։ Եթե այն ժամանակ թալանը նորմ էր, հիմա դա նորմ չի։ Հիմա ղալաթ ես արել, թե կարաս թալանես, կամ թալանում ես։ Հետո ամեն ինչին չափ ու ձև կա։ Արա Վարդան, այ անկուշտ, այ ոչ adekvat մարդ։ Արա դու ալամ աշխարհի փողը ունես, Գյումրին թալանել ես, Ռուսաստանն էլ փայեր ունես։ Էլի այդ բանի այդ գլխավոր բանի ճարտարապետի հետ նստել թալանես գծագրում, որ ինչ անես, ախր ինչքան պետք է մարդ ապուշ լինի ու անկուշտ լինի, որ այլ գոնե հիմա այդ քայլերը չանեիր։ Հազարատ գործ կա քո վրա, տաղուտ վրա։ Ախր հետո կողից մարդ կա հելում ասում է ամենահզորը դուխովը Վարդանն է, մեր խելացին է, բան։ Արա եթե Վարդանը հայ ազգի խելացին է կամ դուխովն է կամ ուրեմն մենք կործանված ենք, բայց բարեբախտաբար դա այդպես չի, նա ոչ դուխով է, ոչ խելացի է, ոքի անկուշտ թալանչի է, վախտի բերմամբ թե պատահմամբ հորից եկած եմ որ ասում է կոմունիստի վախտերից այդ ասում է այդ փողոցներում թալանով բանով զբաղված քոչի Սերժի Լևոնի տարիներն էլ բախտը բերած, որտեղ թալանի դարեր առաջ ընկած մարդ է։ Այդ մարդկանց համար կյանքը վերջացել է։ Ու նրանք այնքան անկուշտ են, որ այդ թալանածն էլ չի կարող վայել։ Արա այնքան փողը թալան է, որ ինքը տղեն թորները, ծորները կուտեն, կվայելեն, բայց էլի չի կարող չթալանի։ Իրանց ուղնուցուցը այն սովետի դրվածքի մեջ է, թալան, հմի Ռուսաստան ոնց է, նայեք։ Ինչ Ռուսաստանից ասենք, ոնց ասեմ, Պուտինի խմբից, իր էկոնոմիկայի նախարարության, իր խորհրդատուներից մեկը իմ ընկերն է։ Ու հայ չի իմիջայլոց, ռուս էլ չի, որ բան չասեմ։ Ու երկար տարիներ իրան ճանաչում եմ, իրան ճանաչել եմ նույնիսկ երբ իր անունն է ուրիշ եղել, քան թե հիմա է։ Ուրեմն մարդու հետ խոսում եմ, բացատրում ասում եմ, այդ ինչ ան, մեր մոտ նորմա է չգրված, եթե դու տա ինչ-որ առաջադրանք ունեք, ասենք շենք ես սարքում, քեզ ցեմենտ են տալի, դու այդ ցեմենտի 20%-ը կարաս գողանաս։ Ընդունված նորմա է։ Բայց որ 50%-ը գողացար, 50%-ը գալու են քեզ բռնեն։ Բայց 20%-ը գողացի, վերադասիդ մի 10%-ը դուր, 10%-ը քեզ այդ վերադասնել մի քիչ կտա վերև ու տենց կոռուպցիան սիրուն սխեմայով բանով էս գրված չի կա։ Այդ հոգեբանությունը սրանց մեջ այդ սովետից մնացել է։ Հələ սովետինը Ռուսաստանը գոնե ինչ որ սխեմա կա, սրանցը լրիվ այդ Ռոբի Սերժի տարիներին լրիվ տվին անցան։
իրանց օրենքներով 50 բան սենց մցրին հանին։ Ու հիմա սրանք նույն բանը կիրառում են, չեն հասկացել, որ նույնիսկ բնության օրենքը, որը ասում է, որ զարգացում է պետք, առաջընթաց, թե չէ դու կսատկես, էվոլյուցիանը տենց է, դու առաջ ես գնա ու կոչնչանաս, կարմիր գիրքը եւ վсё։ Չեն հասկացել, հələ ուզում են հին ձևով առաջ գնան այն ժամանակ, որ հիմա սիտուացիան լրիվ փոխվել է, դաշտն է փոխվել, մարդկանց հոգեբանությունն է փոխվել, Հայաստանում վախեցած մարդիկ, որը համատարած էր այն ժամանակ, հիմա շատ քիչ է։ Փոքր 5 տարեկան երեխան հելնում կարծիքի եկածը մտքի ներկածը ասում է ու չի վախենում։ Սրանք այտենց էլ չփոխվեցին։ Կաշառք, թալան, եւ որ ասում է ուղեղին չի կարում զոր տա, խելացի ձևով մի օրենքի շրջանակներում են որ ասում է անի, անպայման պետք է կրիմինալ ձևով անի։ Ու այդ Վարդանչիկի նույն բանը հիմա Երևանում էլ է տեղի ունենում։ Տեսեք Սամոյին, Տաշիր Սամոյին տարի նստեցրել է։ Հակապետական քարոզներ, հայտարարություններ նույնն էլ են աջապահյան բան, ասել են որ հեղաշրջում անեն, բան անեն։ Տարի նստեցրել են, հիմա սրանք ակցիաներ են անում, որ յանի Սամոյին ազատենք, բան քաղաքական, էլի կաշառք ֆեյքերով ձայնագրությունը տեղադրել եմ իմ էջում Facebook-յան 40,000 դրամով էլի ծախվում են։ Նիկոլին պիտի իրանք փառքան է ծախվողներն են, Նիկոլի օրն են, բան, որ Նիկոլ իրանց 1000 դրամանոցից սարքեց $100 Գինը բարձացավ, հիմա 1000 դրամով չեն էդ ցույցի, բայց 20,000, 40,000-ով գնում են։ Բայց էլի ծախվում են, փչանում են, փչացած են դրանք։ Փող վերցիր, գնացիր ցույցի, դու փչացած ես։ Ու այդ փչացնելու համակարգը, այդ սովետական, այդ հին, այդ սովետում լավ բաներ էլ է եղել, բայց այդ վատ բանը, որ սովետից մնացել է, Տաշիր Սամոն դրա պարագլուխն է։ Ու իր կողքը նստած այդ Քրչարյան, Սերժիկ Մերժիկ նույն դրակոնն է, նույն վիշապն է, մեկ 7 հատ գլուխ ունի։ Ամեն մի գլուխ, մի տարի մի հատ գլուխ բարձրանում է տեսնում ենք։ Հետո սրանք միավորվում են, որ իրար հետ խոսում ես, սրանց հետ խոսում ես, ասում են մենք իրար հետ չենք, մենք առանձին ենք։ Ու ճիշտ են ասում, տարբեր գլուխներ է, բայց մարմինը նույնն է։ Հենց ընտրությունները եղավ, հաղթեցին ինչ-որ կամ ինչ-որ ձայներ հանեցին, միանալու են, էլի ասեն, տեսեք, մենք ավելի շատ ենք ազդել նորերը։ Մենք հաղթենք։ Գյումրիի սցենարը, որը Գյումրիում եղավ, մանր մուներ այնտեղ հավաքեցին, բան վերջում միացան իրար, նույնը Երևանում է լինելու, այսինքն փորձելու են, բայց ձախողելու են։ Որովհետև առաջին հերթին Գյումրեցին չի ներկայացնում Հայաստանցում, Հայաստանը ընդհանուր առմամբ ուրիշ դինամիկա է, քան թե Գյումրիում եւ Գյումրեցին, քանի որ Գյումրիում եղել է ահավոր մեծ կրիմինալ, եղել է ու կա ռուսական բազա եւ ռուսական հոգեբանություն եւ մի շարք կոմպոնենտներ, որը բարեբախտաբար Երևանում չկա, կամ ասենք մարզերում, տարբեր տեղերում։ Բայց նույն սցենարը չի աշխատելու, բայց սրանք այնքան ապուշ են, որ էլի նույն ձևով ուզելու են երկրորդ անգամ Երևանում կամ Հայաստանում նույն բանը գործարկեն։ Ես դրա համար այդքան չեմ անհանգստանում, որ կարող է ժողովրդից ձայնը գողանան կամ սրանք հետ գան, բան հարցը դրանում չի։ Հարցը նրանում է, որ եթե ժողովուրդը մի քանի ամիս առաջ ինձ ասում էր Էդվին ջան, ոնց անենք, որ խաղաղություն լինի, ինչ անենք, Նիկոլին ընտրենք, իսկապես խաղաղություն կլինի, կամ Եվրոպա Նիկոլին ընտրենք, թե գնանք, ասենք Խզմալյան կամ Շիրինյան, եթե այդ հարցերն էին գալի, հիմա էլ հարց չկա, մարդիկ ինձ գրում են Էդվին ջան, էլի Նիկոլին ենք զենգալու, որ հները հետ չգան։ Ես մարդկանց բացատրում եմ, այդ հները հետ չեն գալու, չեն կարա իմիտացիա, մարդիկ չեն հավատում, ասում են, չէ, կարող է գան, ու գնալու ենք Նիկոլին զենք տանք։ Այսինքն, ի՞նչ է տեղի ունենում։ Այս հները իրանց կարճ խելքով ժողովրդին նորից առաջնորդում են, ասում են գնացեք Նիկոլին զենք տվեք։ Որին ես դեմ չեմ, ես ասել եմ Նիկոլ Անկոտրելին իմ կարծիքով ներկայությամբ ամենահզոր մարդն է, որը Հայաստանը եւ հայ ժողովրդին կարա առաջնորդի։ Բայց ես արդեն հոգնել եմ այդ թեորիայից
ու այդ մտածելակերպից ու այդ սիտուացիայից, որ մարդիկ գնում են Նիկոլ են ընտրում, որ հները չգան, չեն ընտրում Նիկոլ, որ ինքը մանկապարտեզ դպրոցա սարքում խելացի է բան, դա պիտի գլխավորը լինի, ու դա կա, բայց գլխավորը նա է, որ մարդիկ ասում են հանգարց այդ հները հետ չգան թալանեն նորից մեզի։ Ու ցավալի է դա, որովհետև ես կուզեի, որ Հայաստանում մարդիկ գնային ու ընտրեին կուսակցությունները, ոչ թե որ մյուսը գա թալանի, այլ ընտրեին, որ այդ կուսակցությունը մյուսից ավելի լավ իդեաներ ունի, ավելի փորձառու է, ավելի, որ ասում եմ, լավերի միջև ընտրեին, ոչ թե ասենք Քոչի Սերժի ու ասենք Նիկոլի միջև ինչ ընտրես, նրանք ծայրագուն վատ ու էսի ծայրագուն լավ, ընտրությունը ժողովրդի համար հեշտ է լինելու, գնալու են մասսայական ընտրեն Նիկոլին, 70%-ից ավել, բայց այդ պրոցեսը ճիշտ պրոցես չի, հասկանում եք Ժորժ ջան, այս հներին սրանք ես չեմ հասկանում, ախր աֆերիստ կան, նես չի որ դմբո են, աֆերիստ են, որ ինչքան կարելի է ապուշ եւ ագահ լինել, այդ մասը ես չեմ հասկանում, նայեք Նիկոլը 21 թվականին ընտրվեց, 21 թվականից հենց ընտրվեց սկսեց պրոցես 3-4 տարվա պրոցես են միանգամից հայտարարեց 500 հատ դպրոց ու մանկապարտեզ ենք սարքելու սենց սկսեց պրոցես հասկանալով որ 3-4 տարի հետո ինքը պիտի ռեզուլտատ ցույց տա շենքեր պիտի ցույց տա բարելավում ճանապարհներ որ ժողովուրդը գնա նորից ընտրեն ու այդ ճանապարհը քայլեց ու հիմա մենք տեսնում ենք օրվա ռեժիմով դպրոց է բացում այն օրը երկու հատ մանկապարտեզ բացեց մի հատ հիվանդանու կլինիկա բացեց բացումը արեց Արա այս հները այնքան ապուշ են, որ 21 թվից հետո տենց էլ չհասկացան, որ իրանք պիտի քայլեր անեն, ինչ-որ բան սարքեն, ինչ-որ, ասենք, օրենսդրության մեջ ներդրում ունենան ազգային ժողով, ինչ-որ բան անեն, որ ժողովուրդ ասի տեսեք, ես էլ հներն են արել, են ինչ են, նոր ձևով են շարժվում, ինչ ես ասում հին։ Հիմա եկե հասել են 25 թիվ, 25 թվին, Նիկոլ ասմա տեսեք, ես ինչեր եմ սարքի, ինչեր եմ անում, հներն էլ ինչ են ասում, սարքել է այս 3-4 տարի, որ ժողովրդի խափի գնան իրան ընտրեն։ Արա հոդուք հիվանդ չեք հոգեկան, բայց այդ ընտրությունների իմաստը է դա, որ այդ 5 տարվա մեջ ինքը ցույց տա ինչ է արել։ Ու այդ մարդը ցույց տալի ասում սարքել է, որ գնան իրան ընտրեն։ Բայց սարքելու համար պետք է ընտրեն։ Բայց ճիշտը դա է, որ նա են ասեն այս կառավարությունը խաղաղությունը բերեց 21 թվից հետո խաղաղությունը բերել է, ճանապարհները սարքել է, Հայաստանի սահմանները բացում է։ Փաստացի մարդը ցույց է տալի, դուք ինչ եք արել։ Դուք ոչ մի բան չեք արել, մինչև օրս էլ կաշառք եք տալիս, թալանում եք, հեցի ստուգումներից պարզվում է, որ զորամասերի վրա ավելորդ կիլովատներ եք գրում, բան եք անում։ Ու եկել եք ասում եք մեզի ընտրեք։ Այն մտավոր հետամնաց Սամոյի աղբոր տղեն էլ ասում է մեր անգրագետ պապերը 10,000 գործարան են սարքել, ինչի 1000-ը չենք սարքում։ Այ ընկեր ջան, այդ 1000-ն էլ որ ունեցել ենք Հայաստանում, հենց քո հերը, հոր աղբերը, հենց հոր աղբերը տեք քանդ է տարել, Ռասկուլի աչի տարել գործարանները հանձնել եք, այդ պոեզի գծերն եք տարել հանձնել պարսիկներին ջրի գնով, ինչ սարքել։ Դուք մի հատ ցիրկի շենք պետք է սարքեիք 10 տարի առաջ, 10 տարի անցել է, Դուք ցիրկը սարքել եք, փողոցներում, այդ կլոուններով ֆրֆռում եք, հրապարակում կռուկներ եք տալի, բայց ցիրկի շենքը չեք սարքել։ Ու հետո էլ ասում են, ես ինչի սենց եղավ, բա ինչի մեջ չեն ընտրում, բա ինչի Նիկոլը մեզ խափում է, մանկապարտեզ է սարքել, դպրոց է սարքել, եթե տենց է, դա խափել է, թող շատ խափի, թող այնքան խափի, որ էլ սարքելու տեղ չլինի, այ քեզի բան։ Ժորժ ջան, այդ անգրագետ թալանչիների ձեռը ժողովուրդը իսկապես կրակն է անգել, ոչ թե նրանք, անատամ արդեն հաչում են, նրանք ոչ մի բան չեն կարում, չեք տեսնում ոնց է բռնում տանում, բայց այդ խոսալը, այն ժողովրդի ներվերի վրա ազդելը ու այդ փաստը, որ ժողովուրդը հիմա գնալու են ընտրեն Նիկոլին մասսայաբար, որ հները յանի հետ չգան, դա ինքը ցույց է տալի, որ այդ սիստեմը փչացածը լավ չի աշխատում։
Ես չեմ ուզում, որ մարդը վախով գնա Նիկոլ ընտրի։ Ես ուզում եմ Նիկոլ ընտրեն, որ իր գործերի արածների համար կամ չարածների համար։ Բայց էլի 26 թվին նույնն է լինելու։ Գնալու են Նիկոլ մասսայաբար ընտրեն, մի մասը ընտրելու է, որ Նիկոլը սարկում է, բայց մի խումբ էլ կա Նիկոլը ընտրելու, որովհետև վախում է, որ հները հետ չգան։ Ու այդ ընտրողների պատճառը, որ գնում են Նիկոլենում, հենց հներն են, ովքեր իրանց կարճ խելքով յանի ընդդիմություն են կազմում։ Ժորժ ջան, այսօրվա համար այսքան բան։ Ավելացնելու կարիք չկա, կարծում եմ հիմա պարզ է, ինչ եթերի բովանդակությունն է, բանը սա արդեն պարզ է։ Մի բան կասեմ, ուշադրություն դարձրեք ձերբակալություններին եւ գործերին եւ մանավանդ կաշառքի թեման, ձայներ, մայներ, որտեւ այս բաները, որ հիմա տեղի է ունենում Գյումրիում եւ ոչ միայն Գյումրիում, Սամոյի հետ էլ այդ որ փողով տանում են ընտրությունների, էսի ցույց է տալիս եւ էսի իրանց զգուշացումա, որ գալատ կանեք ընտրություններից առաջ 26 թվի, այսինքն մարտին ապրիլից սկսած եւ միջև ընտրություններ գալատ կանեք դու կաշառքով կզբաղվեք։ Շատ կորձ ձևով արձագանք է լինելու քրեական այդ կոմիտեից եւ բոլորը պատասխան եք տալու Հայաստանում կոռուպցիայի ընդլայնման եւ հիմքը դնելու համար, ասեցի նոր հիմք են դնում սրանք։ Սրանք ուզում են մի հատ նոր կոռուպցիայի սիստեմ ստեղծեն, որովհետեւ հինը ջախջախվել է։ Հինը չկա Հայաստանում։ Եթե այն ժամանակ նորմալ էր, որ ինչ որ փողով ինչ որ հարց լուծեիր, հիմա նորմալ չի։ Եթե տենց բան էլ արվում է վախենալով, սուսիկ են անում։ Ու вообще պետք է չլինի։ Պետք է տակներ ան 1900 պետք է տակ անի այն մարդը, որ մտքով ասում գնա կոռուպցիա անի։ Ընտրություններ կամ ինչ որ ձենով մարդկանց տանի, ինչ որ փողով տանի, ինչ որ միտեղ կանգնացնի։ Եվրոպայում եւ Ամերիկայում, Ռուսաստանում նույնպես մեր նորությունները մեզ տրամադրում են հիմնականում հների նորությունները, լրատվականները, քանի որ այդ փողը բանը դեռ իրանց ձեռն է, լրատվականները։ Ուշադիր եղեք, մի հավատացեք այդ քաղաքական հետապնդում բան ստից բաներ ա դրանք, որտեվ Հայաստանում ախր ես այս տարի 2 անգամ եմ եղել։ Ամեն տարի գնում եմ։ Հետա հասկանալ չէ, մարդ չի հասկանում, ոնց կարա քաղաքական հետապնդում լինի, որ գնում կանգնում ես կառավարության դեմ շենքի դեմ ասում ես Նիկոլ, ես քո մաման սենսն ես, ձեռ չեն տալի քեզ։ Ինչ քաղաքական հետապնդում։ Մարդիկ Հայաստանում բողոքում են, որ շունը տիրոջը չի ճանաչում, ով ինչ ուզում անում, ով քֆուր է տալիս, ոստիկաններին մեղադրում են, որ գործ չեն անում, եկի ասում է քաղաքական հետապնդում, այ քեզի բան։ Այդ է մնացել, որ կաշառքով զբաղվես, ձեզ չբռնեն, որ դուք հանկարծ չասեք քաղաքական հետապնդում։ Հայաստանում ի՞նչ քաղաքական հետապնդում։ Այդ ով է նստած եղել քաղաքական հետապնդում։ Այդ տերտերը հենց ասում է ես կոչ եմ անում կամ կոչ եմ արել հեղաշար, ռազմական հեղաշրջման։ Բռնում տանում են, ասում է ինձ քաղաքական հետապնդում են անում։ Այ քեզի բան։ Մարդ է սպանում, բռնում տանում են, ասում է քաղաքական հետապնդում։ Այդ լավ, էդի մեկին խափիկ, երկուսին խափիկ, բայց 10 միլիոն մարդու չեք խափելու։ Սրանք ուղղակի, դες իրանց ժողովրդին ոնց են անում, այն որ ասում էր, են Բիչինայի են տերտերը, խոզի բդի, ասում էր խորը անասուններ են մեր հետևորդները, դրանք գիտեն հայ ժողովուրդը իրանց հետևորդն է։ Ձեր հետևորդները 3000 են, փողով մողով էլ տալիս եք, հապատալոկը տրաքի 7000 մարդ։ Համայն հայություն է մնացածը, ոչ մեկ, որ ձեր խորին անասունների նման է, ոչ էլ առհասարակ ձեր նման է։ Նորմալ մարդիկ են, հայ մարդիկ են, ուզում են, որ իրանց երկիրը լավ լինի։ Այդ որ նորմալ հայը չի ուզում, որ Հայաստանում կաշառք չլինի, սպանություն չլինի, դպրոց, մանկապարտեզ լինի, ճանապարհ լինի, բոլորն էլ ուզում են, նորմալ հայերը։ Բացի այդ 7000-ից, այն 3000 են խորը անասուններ են, նոյեմբերի 9-ի անասուններն են,
Սերժիկը, Ռոբիկը իրանց ընկերներով, ընտանիքներով, բաներով, Լևիկն էլ հետ է, Քորլևոնը։ Իսկ այն 4000-ն էլ այդ փողը տուն տալիս ես գալի կանգնա դրանք են։ Դրանք սոված տունը նստած են, գործ չեն անում, բան չեն անում, սպասում են, որ մի հատ տենց հին թալանչի հելնի հավականի, ուրախանում են, որ այդքան կանգնեն փողները ստանան։ Շահառուները դրանք են, ուրիշ մարդ չկա։ Մնացածը նորմալ մարդիկ են, կարա լինի Նիկոլի դեմ, կարա Նիկոլի կողմ լինի, բայց չի ուզում, որ Հայաստանում կոռուպցիա լինի, չի ուզում, որ Հայաստանում թալան լինի, չի ուզում, որ քանդված մանկապարտեզ դպրոցներ լինեն։ Սա էլ նորմալ է, բայց ցանկացած մարդ կարա Նիկոլին դեմ լինի, կողմ լինի, քաղաքական առումով, ոչ մի խնդիր չկա։ Այդ նորմալ սպեկտրումը, այդ 7000 հոգին միշտ խանգարում է։ Կամ դաշնակները, որտեղ նայում ես կա, որտեղ ասում են Նիկոլը գնա, այդում այնտեղ կանգնում են։ Արա դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Եթե դաշնակցությունը 130 տարվա մեջ իր մոտ ստացվել էր մի փոքր ցեղասպանության մեղք իրանց վրից անել, էսի ավելի մեղք է, էսի 300 տարի էլ դուք չեք կարալու հանեք։ Ռոբա Սերժի տարիներին, մանավանդ Ռոբիկի տարիներին։ Դուք թալանել եք Հայաստանը։ Ընկած, մեռած, ճնշված Հայաստանն եք թալանել, Հայաստանցուն եք թալանել։ Հիմա ինչքան ուզում եք, որտեղ ուզում եք գնացեք կանգնել, ձեզ ոչ Սփյուռքում են արդեն ընդունում, ոչ էլ Հայաստանում, դուք աշխարհի մոլորակի վրա դուք տեղ չունեք։ Ժորժան, բոլորիդ շատ սիրում եւ հարգում եմ։ Ավել պակասի համար ներողություն, ես մեքենայով սենց քշում եմ ու մտքովս ինչ գալիս է տեղում արտահայտվում եմ, եթե ինչ-որ մեկին անտեղի ազնիվ արդար մարդու իմ խոսքերով ինչ-որ նեղացրել եմ կամ իմիտացիա կա, որ վատ բան եմ ասում իրա կամ իրա մոտիկների հանդեպ, հազար ներողություն, ես այդ միտումը չունեմ։ Ես ուղղակի սիրում եմ իմ ազգը, ես սիրում եմ Հայաստանը, Հայաստանը ներկայդրության իմ համար հենակետ է եւ կարծում եմ շատերիս համար, եւ մենք ուզում ենք, որ մեր հենակետը, թեկուզ եւ այնտեղ ես չեմ ապրում, հարկեր չեմ տալի, բայց մտովի հոգով իմ հենակետն է, իմ պապերի երկիրն է, ինձ մի քառակուսի մետր տվեք, ասեք սա քո պապերի հողն է, ես կպաշտպանեմ ինչքան կարող եմ, ու այդ հենակետը մենք ունենք, Հայաստանը կա, քարտեզը կա, սահմանները գծվում է, ու մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ քարտեզի մեջ, այդ սահմանների մեջ հայը հիասքանչ կյանքով ապրի, որպեսզի բոլորս ձգտենք դեպի այդ հենակետ։ Բոլորիդ սիրում հարգում եմ, մնացեք բարով։ Երգը միացնեմ լսենք, չկարացինք լսենք, են հուսանք չեն զանգի, խանգարեն։ Ներքադրությամբ զանգում են ինձ, Ժորժ ջան, բարի օր ձեզ։